եմ կարողանում հիշել մի շրջան, որտեղ այսքան բոլոր ինստիտուտները դեգրադացված լինեն։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Սկսեմ մի կարևոր հարցից, այո, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաստիքի թափուր մնալու հանգամանքից մենք գիտենք, որ այս ազգային ժողովը փաստորեն առանձնացավ նաև նրանով, որ ազգային ժողով որոշում կայացրեց պաշտոնանկ անել հանձնաժողովի նախագահին, Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ արեցին եւ այս պահին այո տեղակալն է փոխարինում, բայց ըստ էության այդ հանձնաժողովը կարելի է ասել չկա, որովհետեւ մենք այդպես էլ չենք տեսնում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովից պատշաճ արձագանք գոյություն ունեցող իրավաքաղաքական գործընթացներին։ Այո, մենք շատ բարդ փուլում ենք գտնվում, երբ իշխանությունը վերածվել է հաշվեհարթարի միջոցի։ Իհարկե, սա մեկ օրում տեղի չի ունեցել, մեկ շաբաթում եւ նույնիսկ մեկ տարում տեղի չի ունեցել 2018 թվականի իշխանության գալուց հետո այս իշխանությունները հետևողականորեն սկսեցին իրավական ռեպրեսիայի այդ մեխանիզմի աշխատեցման գործընթացը եւ 2018 թվականից սկսած ըստ էության իմ հիմնական նաև առաքելությունն է եղել զգուշացնել մարդկանց, որ չի կարելի լռել, որովհետև երբ որ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվում, հետո նա արդեն սկսում է կլանել բոլորին, անկախ նրանից նրանք քաղաքական դերակատարություն ունեն, թե չունեն, եւ մարդիկ ըստ էության իրենց ազատ խոսքի համար, իրենց հավաքներին մասնակցելու իրավունքի համար կարող են դառնալ այդ նույն ռեպրեսիվ մեքենայի զոհը, ինչը մենք տեսնում ենք այսօր։ Հիմա անդրադառնամ մի շատ կարևոր հարցի Հայաստանում Հանրապետությունում քաղբանտարկյալներ կան, թե չկան, որովհետև եթե մենք լսենք այսօրվա իշխանության ներկայացուցիչներին, Հայաստանի Հանրապետությունը ամենաժողովրդավար պետությունն է, մենք չունենք քաղբանտարկյալներ, ամեն ինչ լավը, մարդիկ էլ դատվում են իրենց կատարած հանցագործությունների համար։ Եվ երբ որ հարցնում ես իրենցից այդ ոնց եղավ, որ քաղբանտարկյալներ չկան, ասում են դե որ միջազգային կառույցն է մարդկանց ճանաչել այսօրվա ազատազրկման վայրերում գտնվող անձանց կամ ազատությունը սահմանափակված անձանց դիտարկում որպես քաղբանտարկյալ։ Ես կուզենայի, որ մի քիչ այսպես իրենք էլ փորձեին խորանալ եւ կարդալ ԵԽԽՎ բանաձևը 1900 բանաձևը, որտեղ որ ամենևին չկա որևէ պահանջ, որ միջազգային կազմակերպությունը ճանաչի անձին քաղբանտարկյալ, բավարար է, որպեսզի անձը, ում իրավունքները խախտվել են, այսպես բավարարի այդ 5 չափանիշներից որևէ մեկին, եւ անձը բնականաբար պետք է ճանաչվի քաղբանտարկյալ։ Ես հղում արեցի ԵԽԽՎ բանաձևին, բայց նշեմ, որ մենք միջազգային էլի մի շարք պարտականություններ ունենք, պարտավորություններ ունենք, քանի որ բազմաթիվ միջազգային պայմանագրերի մասնակից ենք, այդ թվում քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրին միանալով մենք պարտավոր ենք ապահովել հավաքների ազատությունը, արտահայտվելու ազատությունը, քաղաքական գործունեության ազատությունը, ԵԱՀԿ եզրափակիչ փաստաթղթով էլ պետք է երաշխավորենք հավաքների ազատ իրականացումը, քրեական հետապնդում չիրականացնենք ընդդիմադիր գործունեության համար եւ այլն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է բազմաթիվ իրավունքներ նախատեսում։ Այսպես եթե փորձեմ թվարկել մեր եվրոպական պարտավորությունները, շատ երկար ժամանակ կպահանջվի, բայց ինչ է ստացվում։ Մի կողմից մենք միանում ենք փաստորեն եվրոպական եւ միջազգային փաստաթղթերով նախատեսվող պարտավորությունների, մյուս կողմից միջազգային կառույցները, որոնք պարտավոր են հետևել մեր կողմից այդ պարտավորությունները կատարելուն, աչքերները փակում են եւ որևէ կերպ չեն արձագանքում։ 2012-ից 17 թվականների ընթացքում, եթե տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, ապա իրավունքները պաշտպանողները կլինեին դրանք փաստաբաններ, իրավապաշտպաններ եւ այլն, առաջին հերթին իրենց կողքին տեսնում էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, այսինքն այս պարագայում պաշտպանության իրականացումը բնականաբար շատ ավելի արդյունավետ էր եւ շատ ավելի արդյունավետ կարող է լինել, որովհետեւ այդ նույն միջազգային կառույցները ուղղակի կամ անուղղակի կապերի միջոցով իշխանություններից պահանջում էին ապահովել ժողովրդավարության իրականացումը։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Ես երեք ԵՄ-ի կայքում տեսա, որ օրինակ 3 տեղի է ունեցել արդարադատության, բարեփոխման, մշտադիտարկման ծրագրի ամփոփումը։
եւ ինչ որ երևի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին այնտեղ, որից մեկ-երկուսին էի ճանաչում, ովքեր եկել էին ներկայացնելու թե արդարադատության բարեփոխումների ինչ մշտադիտարկում են իրականացրել եւ ինչպես է բարեփոխվում մեր արդարադատությունը։ Ես խիստ կասկածում, այսինքն ես այդ մի 4 տողն եմ կարդացել, ես խիստ կասկածում եմ, որ օրինակ այդ ծրագրի ավարտին հնչեցվել է, թե ինչ վիճակում է գտնվում մեր դատական համակարգը։ Ես խիստ կասկածում եմ, որ անդրադարձ է եղել իրավապահ համակարգի մեկ անձին ծառայելու այդ լուրջ խնդրին։ Ծրագիրը տվել են, արել են, ամփոփում են եւ ասում են, որ բարեփոխվում է արդարադատության համակարգը։ Իսկ այսօրվա այս իրավիճակը քաղաքական հետապնդումների, քաղաքական հալածյալների եւ ուրեմն քաղաքանդարկյալների պայմանավորված է իրավապահ համակարգի եւ նաեւ դատական համակարգի նույնիսկ բառը այսպես չեմ կարողանում գտնել, բայց կազմալուծմամբ, հա, եւ այն ասպատակությունը, որ 2018 թվականի իշխանության գալուց հետո տեղի ունեցավ դատական իշխանության նկատմամբ, բերեց նաեւ նրան, որ այսօր դատական իշխանության միջոցով որևէ մեկը իր խախտված իրավունքները պաշտպանել չի կարողանում, բացառությամբ այն դեպքերի, եթե բախտը բերի եւ իր գործը մակագրվի այնպիսի մի դատավորի, որ առաջնորդվելու է բացառապես իրավունքով եւ օրենքով, այդպիսի դատավորները ցավոք սրտի շատ քիչ են։ Պարոն Մամիջանյանը նշեց, որ շատ հաճախ մենք երբ խոսում ենք քաղաքանդարկյալների մասին, այսպես մեծ է վտանգը, որ հանկարծ բաց կթողնենք մեր ընկերներից, մեր պայքարի ընկերներից որևէ մեկին, որովհետև այնքան շատ են այսօր քաղաքական հալածյալները ու նաև քաղաքանդարկյալները, որ այո, պարբերաբար մեծ է վտանգը, որ ինչ-որ մեկին բաց կթողնենք։ Ես փորձեմ այսպես հետ գնալով գոնե խոսել քաղաքանդարկյալների մասին, որովհետև քաղաքհալածյալները ըստ էության 100-ից ավել են, բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված եւ բազմաթիվ քրեական գործերով հանրային եւ քաղաքական գործիչները ենթարկվում են հետապնդման եւ թեկուզ նրանցից շատերը այսօր գտնվում են ազատության սահմանափակման հետ կապ չունեցող խափանման միջոցի ներքո, բայց այնուամենայնիվ այդ մարդիկ այս պահին քաղաքական հալածյալներ են։ Մենք հասել ենք փաստորեն այնպիսի մի իրավիճակի, երբ մեզ համար գոնե անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքանդարկյալի կարգավիճակում են հայտնվել 3 արքեպիսկոպոսներ եւ 1 եպիսկոպոս, սա աննախադեպ իրավիճակ է, ընդ որում այնքան փնթի կարված գործերով, որ այստեղ էլ նույնիսկ զարմանում ես, որ առանձնապես ջանքերը չեն գործադրում։ Փաստաբանները հիմա շատ հաճախ փաստում են, որ այնքան ամենաթողությունը այն աստիճանի է հասել, որ իրավապահ մարմինները ջանքեր չեն գործադրում այդ գործերը սարքելու ընթացքում։ Այսինքն կապ չունի ինչ որակի գործ կսարքեն, միևնույն է գնալու են դատարան, պահանջելու են կալանք եւ կալանքը տալու են, որովհետև իրենք ունեն կոնկրետ դատավորներ, ովքեր վստահաբար կալանք են տալու, եթե հետևեք լրահոսին կամ սոցիալական ցանցերին կտեսնեք, երբ որ կալանքի միջնորդություններ լինում, փաստաբանների մոտ սկսում է հումորը, թե արդյոք գործը մակագրվելու է Մասիս Մելքոնյանին, թե ոչ, որովհետև եթե այդ մարդու անունը կա, ուրեմն կալանքը վստահաբար լինելու է։ Այսինքն այսօր մեր արդարադատության եւ դատական համակարգի վիճակը այսպիսին է։ Բայց ես փորձեմ շատ կարճ անդրադառնալ այսօր ազատազրկման եւ ազատության սահմանափակման ենթարկված անձանց գործերին։ Միքայել arczepiskopos Աջապահյանը գիտեք, որ ռազմական հեղաշրջման կոչերի համար արդեն իսկ դատապարտվել է 2 տարի ազատազրկման, գործը այժմ գտնվում է վերաքննության փուլում։ Այս խայտարակ մի բան է, երբ որ մարդու ազատ արտահայտվելու իրավունքը արդեն վերածում են քրեաիրավական հետևանք ունեցող արարքի կոչերի եւ դեռ մի բան էլ որոշում են, որ 2 տարի ազատազրկումը, որ դատավորը նշանակել է, քիչ է, 2 տարի 6 ամիս պետք է ազատազրկման ենթարկել, այդ հիմքով դատախազությունը բողոք է բերել վերաքննիչ դատարան։ Այսինքն աբսուրդը հասնում է նրան, որ նույնիսկ 2 տարին իրենց չեն բավարարում։ Ահաբեկչության այդ խայտարակ գործը, դրա մասին ուզում եմ հատուկ նշել, որովհետև մեր գործընկեր Արթուր Սարգսյանի
անձեռնխելիություն զրկելու հարցի քննարկման ժամանակ ազգային ժողովի ամբիոնից այնքան կեղծ ինֆորմացիաներ հրապարակվեց, այնպիսի մի մթնոլորտ էր ուզում ստեղծել մարդկանց մոտ, որ սիրելի հայրենակիցներ, եթե այս մարդկանց հիմա չտանենք, չկալանավորենք, դուք բոլորը դառնալու եք ահաբեկչության զոհեր, հետո այդ նույն ձայնագրությանն էին հղումներ անում, հետո այդ նույն ձայնագրության ողջ process-ը աստիճանաբար սկսեց փլվել, երբ որ մենք տեսնում ենք, որ ձայնագրությունները ներկայացվել են կտրտված, ձևափոխված եւ այլն, դա դեռ բավական չէ, մի հատ էլ քննչական կոմիտեի նախագահը գալիս է ազգային ժողով եւ ասում է, որ բանը թուղթ ունեին վրան գրած ահաբեկչության պլան, դա ընդհանրապես զավեշտի ժանրից է, մինչև հիմա Բագրատ Սրբազանը պահանջում է ներկայացնել այդ թղթի իսկությունը, փորձաքննության ենթարկված է թե ոչ եւ այլն, այդպես էլ ոչ մի պատասխան չի լինում։ Բագրատ Սրբազանի հետ միասին կալանավորվել են, հետո ոմանց կալանքը փոխվել է տնային կալանքի կամ վարչական վերահսկողության, բազմաթիվ մեր հայրենակիցներ, այսինքն 18 արդարների մասին է խոսքը, այստեղ մենք նաև ունեինք Լիդիա Մանթաշյանի գործը, որտեղ որ մենք բոլորս բացահայտ տեսնում ենք, որ այդ կնոջ նկատմամբ իրականացվում է վրեժ, այսինքն այդ մարդուն վրեժի համար տարել էին, կալանավորել էին եւ մի հատ էլ կալանքի ժամկետը պարբերաբար երկարացնում էին։ Սամվել Կարապետյանի արտահայտությունն է, սա իրավունքի ոչ միայն այսպես այլասերում է, այլ նույնիսկ վախենում եմ այլ բառ օգտագործել, որովհետև չի կարող արտահայտությունը, որ արել է Սամվել Կարապետյանը, դրվել քրեական գործի հիմքում, սա իսկապես խայտարակություն է եւ ես կուզենամ վաղը մյուսօր տեսնել այն իրավապահներին, ովքեր ստորագրել են այդ թղթի տակ։ Այստեղ մի քիչ առաջ ընկնելով ասեմ, որ ես կարծում եմ, որ մենք պետք է բարձրաձայնենք բոլոր այն աշխատակիցների անունները, ում ստորագրությամբ այդ փաստաթղթերը գնում հասնում են դատարան։ Գիտեք, մենք շատ հաճախ խոսում ենք դատավորների մասին, մենք դեմքով ճանաչում ենք այն դատավորներին, որոնք որ ուրեմն խախտում են իրավունքը, որոնք որ կատարում են այդ մի հոգու զանգերը, ցուցումները եւ հիստերիաները, բայց մենք չենք իմանում այն իրավապահ համակարգի աշխատողներին, կլինեն քննիչներ, դատախազներ եւ այլն, ովքեր ստորագրում են այդ շինծու փաստաթղթերի տակ, որտեղ իրենց ստորագրությամբ ըստեյության նրանք մարդկանց կյանքի հետ են խաղում։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է էլի շատ այսպես տարօրինակ ձայնագրության հիման վրա հայտնվել քրեակատարողական հիմնարկում, Արշակ Սրբազանն է, Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի մասին իմ գործընկերը խոսեց, այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ սա էլ շատ այսպես վտանգավոր նախադեպ է, երբ ուրեմն հաղորդումը, որը որ կարող է հաղորդման ընթացքում կարող են հնչել ոչ նորմավորված արտահայտություններ եւ դրա մասին նախազգուշացվում է, դիտարկում են որպես խուլիգանություն։ Սա իրականում այս հոդվածը օգտագործում են փակելու համար են բացը, որ առաջացել է իրենց կողմից նախատեսված վիրավորանքի ապաքրեականացման հետ, այսինքն հիշում եք, ունեին վիրավորանքի համար հոդված, որով որ մարդկանց Facebook-յան ստատուսների համար քրեական հետապնդում էին իրականացնում մարդկանց նկատմամբ, հետո այսպես ճնշումների տակ այդ հոդվածը հանեցին եւ հիմա այս խուլիգանության հոդվածն է, որ օգտագործում են այդ վիրավորանքի համար քրեական հետևանքներ առաջացնելու առումով։ Նարեկը Սամսոնյան, այո, արդեն տևական ժամանակ է հացադուլ է հայտարարել եւ դա իր պայքարի եղանակն է այս ապօրինությունների դեմ, երեք ըստեյության վերջապես իրեն տարել էին բժշկական հաստատություն, որտեղ որ պետք է տեղի ունենար եւ հացադուլից դուրս գալու բժշկի հետևելով այդ առողջության վերականգնումը եւ վիրահատությունը, մեկ էլ տեսանք, որ այսպես բյուրոկրատական քաշքշուկների պատճառով Նարեկը պետք է վերադառնա քրեակատարողական հիմնարկ, այսօր նորից բժշկական հաստատություն վերադառնալու պայմանով ես կարծում եմ դեռ ես ինքս ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ մենք նաեւ այսօրվա ընթացքում կհասկանանք, թե այս ինչ քաշքշուկներ է եւ ինչպես են այս եղանակով պատժում մարդուն։ Պատժելու տարբերակ է նաև այն, որ հացադուլի մեջ գտնվող անձը չունի համապատասխան խուց առանձնացրած եւ իրեն տանում են
կարծր, այդպես է կոչվում, որտեղ որ պատժախոց, որը որ ըստ էության հացադուն հայտարարած անձանց պահելու վայր չէ, եւ դա կոպիտ խախտում է հանդիսանում։ Դավիթ Համբարձումյանի մասին հիշատակեց իմ գործընկերը, պետք է Վարդան Ղուկասյանի գործը շարունակվում է, պետք է հիշատակեմ նաև Խաչիկ Գալստյանին եւ Արամ Քոչարյանին, ովքեր ամանորի, այսպես նախաշեմին, նախորեին կալանավորվեցին, էլի եթե նայում ես գործի հանգամանքներ զավրիշտ է հիշեցնում, եթե ես որևէ մեկին բաց թողեցի, ուզում եմ երկու հանգամանքի մասին էր խոսել։ Գյումրիում ակցիայի ընթացքում կալանավորված անձանց մասին, որովհետև մարդիկ, ովքեր օգտվում էին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրենց հավաքների եւ ազատ արտահայտվելու իրավունքից, Գյումրու հրապարակից հայտնվեցին կալանավորի կարգավիճակում եւ սա իսկապես մարդու իրավունքների կոպտագույն խախտում է եւ եւս մեկ դեպք ուզում եմ առանձնացնել, խոսքը վերաբերում է իրավապաշտպանների, այսինքն փաստաբանների կալանքին, Կոչուբաևի մասին է խոսքը, Ալեքսանդր Կոչուբաևի եւ Ռուբեն Մխիթարյանի մասին է խոսքը, այս մարդիկ փաստաբաններ են, իրավապաշտպան, ովքեր իրականացնում են հենց այս նույն քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը, բայց ցուցադրական իրենց կալանավորեցին այն ժամանակ, որպեսզի նաև իրավապաշտպան համայնքին այսպես ուղերձներ հղեն, որ այդպես մի ոգևորվեք ձեր պաշտպանության գործում, վաղը դուք կարող եք հայտնվել նույն քաղբանտարկյալների կարգավիճակում։ Այսօր իհարկե այս երկու փաստաբաններն էլ ազատության մեջ են գտնվում, բայց քրեական հետապնդումը նրանց նկատմամբ շարունակվում է։ Մենք շատ հաճախ, երբ կալանավորված անձանց խափանման միջոցը փոխվում է, չգիտեմ, կլինի տնային կալանքով, կլինի վարչական վերահսկողությամբ, ուրախանում ենք, որովհետև ասում ենք, դե մարդիկ գոնե այդ ազատազրկման վայրից դուրս կգան, բայց ես ուզում եմ սիրելի հայրենակիցներ ձեզ հիշեցնել, որ անկախ նրանից, որ այս մարդիկ չեն գտնվում քրեակատարողական հիմնարկում, նրանք շարունակում են մնալ քրեական հետապնդման ենթարկվողներ, այսինքն շարունակում են մնալ քաղաքական հալածյալներ եւ այս առումով է, որ ես ասում եմ, որ մենք 100-ից ավել քաղաքալածյալներ ունենք եւ անկախ նրանից, որ ոմանք քրեակատարողական հիմնարկներում չեն, միևնույն է նրանց նկատմամբ ապօրինի շինծու գործերով քրեական հետապնդումները շարունակվում են։ Ես մի քիչ երկար կարծես թե խոսեցի, բայց իրականում իրավիճակը այնպիսին է, որ մենք բոլորս պետք է հասկանանք, որ լռելու իրավունք պարզապես չունենք, որովհետև այդ լռությունը արձակում է այս իշխանությունների ձեռքերը եւ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ այդ ռեպրեսիաները իրենց հետ կապ չունեն, դե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, դե ինչ կապ ունի իրենց հետ եւ այլն, շատ սխալվում են, որովհետև երբ այլասերված է իրավապահ եւ դատական համակարգը, ապա դա ուղղակի կամ անուղղակիորեն առնչվում է նաև իրենց, դա ուղղակի կամ անուղղակիորեն թակելու է նաև իրենց դուռը եւ վերջում ընդհանրապես մեկ նախադասություն, այո, մեր եւ ձեր քաղբանտարկյալներ չկան։ Բոլորը մեր պայքարի ընկերներն են եւ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժի սատարողներ են կամ ինչ քաղաքական ուժի անդամներ են, մեր պայքարը մեկն է, այս պահին ազատվել այս իշխանություններից եւ թույլ չտալ, որ նրանք վերջնականապես կործանեն մեր պետությունը եւ պետականությունը։ Եվ այս առումով մենք էլ պատասխանատու ենք բոլոր քաղբանտարկյալների համար, բոլոր քաղհալածյալների համար։ Շնորհակալություն, Տիկին Վարդանյան, մի հարց ունեմ։ Նախկինում երբ որ քաղաքական հետապնդման փաստ էր լինում կամ իրավապահ մարմինները գերազանցած էին լինում